մեր պայքարի տրամաբանությունը շատ պարզ է և ունի երկու հարթություն։ Առաջին հարթությունը դա իրավական հարթությունն է, մեր իրավաբանական թիմը հիմա շատ ակտիվ աշխատում է, ոչ միայն արդարությունը վերականգնելու ուղղությամբ այս երկու տեղամասում, դրան անշուշտ մենք բոլոր գործիքակազմերով հետամուտ ենք լինելու, այլ մենք ուսումնասիրում ենք մասշտաբային ընտրախախտումների ծավալները ամբողջ երկրի մասշտաբով և քննարկում ենք թե ԿՀ-ում, թե դատական կարգով վիճարկումների մի ամբողջ փաթեթ։ Բայց կրկնում եմ, այս հավաքի առաջնահերթ խնդիրը երկու տեղամասերում առնվազն կրկնակի քվեարկություն նշանակելու որոշման հասնելն է։ Սա մեկ, քաղաքական առումով։ Ուրեմն եթե իշխանությանը թվում է, որ շարունակական բեսպրիձելով իրենք կարող են հավերժացնել իրենց իշխանությունը, որ կարող են Հայաստանում ստեղծել Ենոքավանցու Մուսոլինիի իշխանություն, չարաչար սխալվում է։ Մենք հետևողականորեն հասնելու ենք նրան, որ այս իշխանության ճգնաժամը ունենա իր տրամաբանական հանգուցալուծումը և Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ուսապարկերի հետ միասին հեռանա։ Հիմա մենք ակտիվ կոնսուլտացիաներ ենք սկսել ընդդիմադիր դաշտի բոլոր առանցքային գործընկերների հետ և ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այս պահին ընտրությունների իրավունքի պաշտպանության հարցում ամբողջ ընդդիմությունը կոնսոլիդացված է։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, լինում ենք համախմբված, լինում ենք հետևողական և Փաշինյանը վաղ թե ուշ հեռանալու է։ Հայեր ջան, և աշխարհիկ և իմ ազնվագեն հայեր ջան, այս թիմը, այս 226 թիմը, 2026 թիմը չի համապատասխանում մեր ընտրած ձևը, պետք է միայն անձիստուկման ժող բացարկման մարդ ընտրենք, ինչպես կարին է մարդկային գաղափարը լոքիցաներ և նրան ընտրենք, պետք է միայն անձիստուկման ժող բացարկման և ծրագիրներ ներկայացրել, և պահանջել ներկայացրել, և հենց հիմա նոր տվեցին պահանջել, վերջնական պահանջը դրել է, դրեք Անահիտ Ասլանյանի ծրագրով և կհաղթի մեր ազնվագեն հայ ժողովուրդը և աշխարհիկ ժողովուրդը, Անահիտ Ասլանյան։ Չէ։ Այսօր կարող ավելացնել բանը խոսեցի Իսկ կպան լեգիտիմ չի, հաղթան է հայը, հայ երկրի միջև, պայքարեր, կարող էր և չլինել հետո դիմ այդ կեղծ ընտրությունները, դուք արդեն միցինգների, դուք ով եք, ես հայ եմ, թույլ տվեք իմ վրա մի կենտրոնացեք, խնդրում եմ ձեզ, ես ամբողջ հայության, բոլոր հայերի անունից ձեզ ասում եմ, հայությունը լեգիտիմություն է տվել, ընդդիմությանը, ամենաբարձր դրոշներով եկել եք, հայկական արժեքներ պաշտպանելու, դուք եք լեգիտիմը, ով որ տվել է ամենայն հայոց վեհապար հայրապետը իր օրհնությունը, այդտեղից Սասունցի Դավիթներ են դուրս եկել, հասկացեք։ Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենակցի վրդովմունքը, ցասումը լրիվ հասկանում ենք, լրիվ ճիշտ բնորոշումներ է տալի, որ այո, այս իշխանությունները լեգիտիմության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունեն, ընդդիմության քվեները շատ պատկառելի են, դրա համար գնում են քվեագողության ճանապարհով, դրա համար փորձում են ոտնահարել եւ շարունակում են նաեւ մարդկանց մեջ վախ ու սարսափ սերմանել, ուրեմն քարոզարշավի ընթացքում շինծու գործով